Բարի լույս հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, արի մեզ տերեղի, կարծում եմ հիշեցիք այս տողերը, բայց սիրելի հայրենակիցներ, չեմ խոսելու մեր մանկության տանգոն ֆիլմի մասին, ոչ էլ մեր մեծանուն դերասանների մասին, խոսելու եմ մերօրյա քաղաքական կյանքի վատ դերասանների և էլ ավելի վատ դերասանական խաղի մասին։ Վերևում նշված խոսքերի հեղինակը մեզ ուժեղ երկիր խոստացող ուրախների և ոչ այնքան հնարամիտների ակումբից մեկն է, ով տեր է փնտրում իր ու իր թիմի համար։ Օրեր առաջ մեկ այլ քաղաքական խմբակի մի հանրապետական էլ հոգեցունց ու լալահառաջ խոսքով ռուսերենով դիմում էր իր գործընկերներին, մոտավորապես կրկնելով նույնը։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռություն պահպանել։ Անտեր ենք մնացել։ Բայց տերը կարծես անհաղորդ մնաց այս աղերսանքին, որից հետո հանրապետականներից Սարգսյան Սերժը հայտարարեց, թե չեն մասնակցելու ընտրություններին ուղիղ, բայց հավաստիացրեց, որ անուղղակի կմնան, լինելով աջակցության խումբ, գրուպա պադդержկի։ Հետո ձայնագրություն տարածվեց 1.5 մանեթանոց հանրապետականների մասին, ձևակերպումն իրենցն է, որից պարզ դարձավ, որ անուղղակի մասնակցությունը փաստորեն նշանակում էր ընտրակաշառք բաժանել, դա նրանց սիրած գործն է։ Սիրով կխոսեի մեր օրերում անեկդոտ դարձած ընդդիմության կազմած ցուցակներից կամ դրանց տրամաբանությունից, բայց դա մի ուրիշ անգամ։ Ինչպես մեր մանկության խաղերից էր, կարծես ցելա են գցել ու մարդ են ուզել, տապանում պահելու խիստ վերահսկելի, որի նավապետը վաղուց բոլորիս հայտնի է։ Տրամաբանություն չկա, բայց գոնե կողմնորոշվեք։ Երբ վարչապետն ասում է, որ գանձ եք, նեղ սրտում եք, բայց իրոք գանձ եք, եւ ահա թե ինչու։ Դուք ասում եք, փակում եք դպրոցները։ Մյուս խումբը ասում է, կառավարությունը անիմաստ գումարներ է ծախսում դպրոցներ կառուցելու վրա։ Ընդդիմության մի խումբը ասում է, դուք դատարկում եք գյուղերը։ Մյուս խումբը ասում է, 16 միլիոնի ծրագիրը ընտրակաշառք է գյուղացիների համար։ Այս խումբը ասում է, դուք միլիոնավոր պարգևավճարներ եք ստանում, կենսաթոշակները 3000 դրամով չեք ավելացնում։ Մյուս խումբը ասում է, թոշակների միջինում 10,000 դրամ ավելացումը կոպիտ սխալ էր, դրանց թիմում մի տնտեսագետ չկար, իշխանությունը վախեր ունի, իշխանությունը վախի մթնոլորտ է ստեղծում։ Դուք փչացրել եք հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան կախված չի եղել Ռուսաստանի Դաշնությունից։ Թրիփը չարիք է, գերտերությունների բախման կետ, թրիփը պետք է ավելի երկար լինի եւ ավելի շատ պետություններ պետք է ներգրավեն։ Ով է գերիներին դիմավորում որպես հերոսներ։ Ստալինը դրանց նմաններին յուլում էր պատերի տակ, գոնե քրեական գործեր հարուցեք, հետաքննություն սկսեք։ Մեր գերիներին կամ Հայաստանում են դատում կամ Բաքվում։ ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետությունը ամենաարագ զարգացող տնտեսությունն ունի։ Այս իշխանությունը կործանում է տնտեսությունը, պետք է փրկել։ Այս ադրբեջանահաճո, թրքահաճո իշխանությունները Ադրբեջանի պահանջով ուզում են փոխել սահմանադրությունը։ Մյուս խումբը ասում է, այս սահմանադրությունը խայտառակություն է, կապ չունի Հայաստանի եւ մեր հայ իրականության հետ, րոպե առաջ պետք է փոխել։ Ասում են, քանդել եք բանակը, զենք չեք գնում, զինվորը համազգեստ չունի։ Մյուս խումբը ասում է, սրանք ուզում են զորահանդես անել, որ Ալիևին ցույց տան, թե ինչ զենքեր են առել։ Ալիև էլ հետախուզություն պահում է, ինչ անի։ Մարդիկ բուժվելու փող չունեն, մեռնում են, անհասանելի են բժշկական ծառայությունները։ Ում է պետք այս ապահովագրությունը, բժիշկները հոգնում են։ Փաշինյանը պատերազմ է բերել։ Ինչու կանգնեցրեցիք պատերազմը։ Բիզնեսը կայունություն է սիրում, ստաբիլություն է սիրում, խաղաղություն է սիրում։ Ում է պետք այս խաղաղությունը։ Վարչապետի ընտանիքը շատ վատ էր ապրում, անգամ ասում են, շենքի կողքի բակում, խանութում պարտք ուներ։ Սերժի փեսամիշիկը վարչապետին հազարավոր դոլարներ էր տալիս։ Ոչ ոք չգիտի, ինչ են բանակցում, ինչ կա այդ խաղաղության պայմանագրում գրված։ Փաշինյանը հրապարակային խոսեց խաղաղության պայմանագրի մասին եւ պետական գաղտնիք բացահայտեց։ Սրանք ուզում են բացել Թուրքիայի հետ սահմանը։ Մյուս խումբը ասում է, հիմար են այն քաղաքական ուժերը եւ գործիչները, ովքեր չեն ուզում բացել Թուրքիայի հետ սահմանը։ Սրանք քանդում են մեր լեզուն, մեր եկեղեցին։ Մյուս խումբը հայտարարում է, ռուսերենը պետք է Հայաստանի Հանրապետությունում պետական ստատուս ունենա, այո, եկեղեցում բազմաթիվ են խնդիրները։ Իշխանությունը վախեցրել է բոլորին։ Ուր են մեր հոգեվորականները, ուր են մեր մտավորականները, ուր են մեր սպորտսմենները։ Այս իշխանության օրոք հոգեվորականները, մտավորականները եւ սպորտսմենները զբաղվում են քաղաքականությամբ։ Շարքը կարող եմ երկար շարունակել։ Կողմնորոշվեք հարգելի ընդդիմություն, կողմնորոշեք եւ մի շփոթեցրեք առանց այդ էլ շփոթված ձեր ընտրողին։ Կառավարության ծրագրում ոչ մի թիվ չեն գրել, որ գործ չանեն, ելակետային հիմք չլինի, չկարողանանք որևէ հարցում քննադատել։ Այսքան թիվ գրել եք կառավարության ծրագրում, որ ինչ անեք, ում եք զարմացնում։ Գալով թվերին, Տիկին Գյուրեղյանը ներկա չէ։ Մի անգամ ասել եմ, Տիկին Գյուրեղյանը մեր իշխանության ամենամեծ ֆանատն է։ Նա ամենաշատն է անհանգստանում մեր ծրագրերի մասին։ Ինչ խոսք հաճելի է։ Բայց կուզեի մի բան հիշեցնել։ Լևոն Մկրտչյանը ընդդիմության ներկայացուցիչներից է եւ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ։ Լևոն Մկրտչյանը ասում է ապօրինի գույքի բռնագանձման
շրջանակներում քրեական վարույթով։ Ուշադրություն չխախտելով անմեղության կանխավարկածը, ուզում եմ թվարկել 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձանց մասնակցություն, 893 միլիոն 449 հազար դրամ ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Լևոն Մկրտչյանը 3 անգամ նախարար է նշանակվել, կրթության եւ գիտության նախարար է եղել, եւ այդ 3 ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցների համար այդքան աթոռ, նստարան, պատուհան չեն գնել, որքան մեր իշխանությունը երբեմն նույնիսկ 0-ից մանկապարտեզ ու դպրոց է կառուցել։ Մի անգամ Թադևոս Ավետիսյանին խնդրեցի, որ չխոսի սոցիալական խնդիրներից, քանի որ 2018 թվականին պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իդեմս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 18 մանկատան սանի պարտք ուներ, ոչ տունը կար, ոչ էլ տան համար նախատեսված գումարը։ Դուք էլ կրթությունից մի խոսեք, վստահաբար այս բանավեճում դուք ասելիք չունեք։ Ես ձեզ կհավատայի, երբ օրինակ նույն ինտուզիազմով խոսեիք, երբ ձեր իշխանության ժամանակ կոպեկներով, գրոշներով մասնավորեցվում էին մանկապարտեզներն ու դպրոցները։ Հիմա եկել եք մեզ մեղադրում եք, թե 0-ից կառուցվող մանկապարտեզները դանդաղ եք կառուցում։ Եվ առհասարակ մեծ խոսելը, մեծ խոստումներ տալը, անռեալ ծրագրերի մասին խոսելը այդքան էլ լավ տեղ չի տանելու։ Հասկանում եմ, որ ձեր հույսը արհեստական բանականությունն է։ Հասկանում եմ, որ այժմ հեծը գտնվում է ապահով ձեռքերում եւ շատ ավելի լավ կառավարում ունի։ Բայց մարդ ես, մեկ էլ մի օր 2 ժամով հոսանքը անջատվեց, Wi-Fi-ից որ կտրվեցիք, արհեստական բանականությունը ձեզ կլքի։ Հիմա կասեք, լավ, բանդիմությունը ի՞նչ է առաջարկում։ Քաղաքական ծրագրեր։ Ոչ։ Սոցիալական ծրագրեր, ոչ, խաղաղություն, ոչ, գուցե ժողովրդավարություն, էլի ոչ, լավ, բա ինչ, ուշադրություն հարգելի գործընկերներ, ուշադրություն հարգելի հայրենակիցներ, ընդդիմությունը մեզ առաջարկում է գարնանային աննախադեպ ակցիա, ընտրիր մեկին, ստացին երկուսին անվճար։ Հիմա ամենօրյա ռեժիմով դիմում եք քաղաքացիներին, դիմում եք ժողովրդին։ Դուք այդպես էլ չհասկացաք, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդն է ձևավորում իշխանություն, եւ ժողովրդի ձևավորած իշխանությունը ունի լեգիտիմություն։ Այն նույն քաղաքացուն, այն նույն ժողովրդին, ում ամենօրյա ռեժիմով ձեր քաղաքական կամ քաղաքագիտական բառերանում անվանում եք ժեղ, թափթփուկ, ողորմելի, խորը անասուն, Երևանից սկսած լնգուլավազ եւ բոշա։ Փոթորկվում եք, ալեկոծվում եք, փոթորկում եք նաև հանրությանը, պատրաստվում եք իմպիչմենտի, պատրաստվում եք փողոցային պայքարի, պատրաստվում եք մեզ տուն ուղարկել, պատրաստվում եք հաղթանակի, հարգելիներս, շուտով մայիսն է, պատրաստվեք ձեր վերջին զանգին, քանի որ գարնանային աննախադեպ ակցիա չի լինելու։ Հայաստանի Հանրապետությունը այսօր բրենդ է, Հայաստանի Հանրապետության վարչապետը բրենդն է, դուք երբեք չեք եղել մեր զրուցակիցը ժողովուրդն է, ում հետ էլ մենք շարունակում ենք զարգացնել մեր երկիրը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։